Երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնատար Այլանդզինգ Գյումրիում էին դեկտեմբերի 7-ին։ Ծաղկեպսակ խոնարեցին զոհերի հիշատակը հավերժացնող արձանի մոտ ու շքախմբով գնացին 7 վերք եկեղեցի պատարագի մասնակցելու համար։ 7 վերք եկեղեցում պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանաներից մեկը։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել ու զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները։ Բայց ինչպես նախորդ պատարագներին, այս անգամ ևս եղան քաղաքացիներ, որ պատարագին եկել էին հատուկ նրանց անունները հիշատակելու համար։ Ամենայն հայոց տյառն կարեգին սրբազնագույն կաթողիկոսին և Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդի Միքայելի սրբազան արքեպիսկոպոսին։ 7 վերք եկեղեցում պատարագին մասնակցում էին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նրանք այն հոգևորականներից են, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ առանց ամենայն հայոց հայրապետի իմացության։ Նույն պահին Շիրակի թեմի հոգևորականները պատարագ էին մատուցում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Պատարագն ավարտվելուց հետո կառավարական թափորը հեռացավ Գյումրիից։ Տեղեկություններ տարածվեցին 7 վերք եկեղեցում մաքրագործման արարողություն անցկացնելու մասին։ Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանն ասաց, որ այդ արարողությունը թեմակալ առաջնորդը կամ տեղապահը պետք է անեն։ Միքայել Սրբազանը բանտում է, իսկ տեղապահը վատառողջ։ Եկեղեցական ծիսակարգ է, որ կատարվում է, ասենք օրինակի համար վեմ քարը, որ վեմ քարը մաքրագործում է, լվացվում է, վեմ քարը, ասենք հեշ պարզելի չէ, որ բոլորը ներկա լինեն։ Ինքը իր պրոցեսը կատարվում է աղոթքի միջոցով եւ սրբագործման միջոցով։ Գյումրիում դեկտեմբերի 7-ն անձրևոտ էր։ Միքայել arczepiskopos Աջապահյանի եղբոր որդի Արտաշես Սարգսակը կարծում է, մաքրագործումը անձրևով եղավ։ Աստված մաքրում է Գյումրին այսօրվա բաղձությունից հետո։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։